դրուցին։ Ասել եմ, որ մենք պատասխանատու ենք բացառապես մեր քայլերի համար, բայց Գյումրեցու տված քվեին տեր կանգնելով նաև պատասխանատվություն պետք է ստանձնի յուրաքանչյուր ուժ, կապ չունի անցած թե չանցած, կապ չունի ինքը արվեստագետ է, ինքը գործարար է, պետք է պատասխանատվություն կրի քաղաքի յուրաքանչյուր անկյունի համար։ Եթե այդպեսի մոտեցումով մենք չմոտենանք հարցին, ուրեմն մեր Գյումրին ոչ կկառուցվի, ոչ կունենանք զարգացած Գյումրի, ոչ էլ կունենանք լավ հարաբերություններ։ Շնորհակալություն բոլորիդ։ Դուք ասացիք, որ Ժորժ մի վարքյան նպատակներ ԿՊ-ն, որպեսզի Գյումրին ԿՊ-ական քաղաքացիություն ներկայացնող դեմքով դեպի տեսախցիկները, որ կարողանան Ընդդիմադիր դաշտում էլ ասում են, եթե օրինակ այդ հաղթանակը չպիտի տեղափոխվի համապետական բնույթ, ինչ տարբերություն հիմա օրինակ Սարիկ Մինասյանն էր, թե Վարդան Ղուկասյանը, ավելի լավ կառավարեր Սարիկ Մինասյանը։ Ով է ասում։ Ընդդիմադիր դաշտում խոսակցություններ։ Ես չեմ լսել։ Ասում են, եթե պիտի փողոց Սարիկ Մինասյան, այսինքն ենթադրություն ենք անում, Սարիկ Մինասյանն ավելի լավ է կառավարելու, քան մյուսը, հա։ Չէ, ասում են, եթե այս ամբողջը քաղաքապետ չունենա, լավ, չունեցա։ Չեմ ուզում կրվել բամբասանները, բայց ժամանակ չկա էլ, արդեն ստորագրենք գնանք։ Եք պատասխանում հարցերին։ Ոչ, ուղղակի մեկ րոպե պակաս է, բայց ինչի եք ես ձեր հանդեպ հարգալից եմ, ինչի համար։ Չէ, ընտրովի եք ասում, հիմա եթե ես բոլոր լրագրողներին պատասխանեմ, չեմ կարողանում նիստին մասնակցել։ Պատասխանատու եք միայն ձեր քայլի համար, որ քվեարկում եք։ Նաև Գյումրիի համար, նաև Գյումրիի համար դուք կարող եք պատասխան տալ իմ փոխարեն, բայց դուք կարող եք պատասխան տալ երկրի համար։ Ձեր մասով, ձեր չափով։ Երաշխավորելի ինչ եք։ Երաշխավորելի ո՞րն է։ Տեսեք, նորից եմ ասում, եթե մտանք այդ դաշտ, համախմբումը վիժեցնելու ենք, քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու է եւ իմ եւ ձեր նման մարդկանց, հայրենասեր մարդկանց վրա ծիծաղելու է։ Թույլ տանք թե թույլ չտանք։ Հարց ուղղում եմ ձեզ, թույլ տանք թե թույլ չտանք։ Ես պատասխանեցի ձեզ։ Սիմոնյանին 17000 գյումրեցու քվեի հետ հաշվի չնստեցիք 17000-ից ավելի մարդ բնական ճանապարհով ընտրել է, քանզի քաղաքում լուրեր են տարածվել, որ եղել են կրկնակվեարկություններ, եղել են լցոնումներ, եղել են, ես չգիտեմ, առանցին ներողություն, ես ասում եմ լուրերի, ըստ լուրերի, քաղաքացիների տված լուրերի, ինչպես որ միշտ դուք եք մեջբերում, քաղաքացիներն ասում են, նաև մեր մարդկանց են քաղաքացիները ասել, որ մեր բնակարանի վրա 4 հոգի մարդ եղել գրանցված ավել, բայց մենք չենք ճանաչել, կամ հարևանը, քանի որ նորից եմ ասում, քաղաքացիներից եկել է այդ մեսիջը, ուրեմն մենք կարող ենք նաև կասկած ունենալ։ Չէ, ուզում եմ, շնորհակալություն բոլորին։ Եթե բոլորը իրենց խոսքի տերը կանգնեն, ուրեմն ընդդիմությունը